Բարև ժողովուրդ ջան, վաղուց չէինք միացել, հատ կադրը դզենք, բայց ես ընտրությունների պահով ուզում եմ մի երկու բառ ասեմ, մի երկու բան էլ ես ասեմ էլի, YouTube-ի ականջին։ Վաղ ընտրություններ ա մեր մոտ ու երբ որ ինձ ասում էին, որ ընտրակաշարք են տալու, ընտրակաշարքներ ա ֆռում, ես չէի հավատում, որովհետև ինձ թվում էր այդ 90-ականների թեմաները այն ժամանակները անում էին եւ այլն, հիմա արդեն մարդիկ գիտակցում են, գիտակցաբար այս բան ոչ մեկ չի անի, չի վերցնի, որովհետև ոնց կարելի է։ Բայց միջև այն պահը, երբ որ չլսեցի անձամբ ինչ-որ մեկից, ում որ փող են առաջարկել։ Բնականաբար այդ մարդը փողը չի վերցրել, որովհետև այդ մարդուն շատ լավ ճանաչում եմ ես, բայց ես մի հատ եթե դա լիներ, ասենք ինչ-որ Հերվաշեն գյուղից ինչ-որ տատիկ պապիկ լինեին, որ դեռ չգիտեն էլ հիմա Հայաստանում ով է Ստալինն ա ղեկավարում, սովետական միության մեջ ենք թե չէ, դուրս ենք եկել թե չէ, քանի նախագահ փոխվել, ինչեր ենք տեսել եւ այլն, էլի հասկանալի կլիներ։ Տատին պապին փող են տալի 2 կոպեկ, քանի որ այդ մարդիկ փողի կարիք ունեն, տալիս են փողը, իրանց գործը անում են։ Բայց երբ որ ջահել մարդիկ, տղեկ, աղջիկ փող են վերցնում 100-150 հազար դրամ, Ստավկեն աղագին բարձրացել է, այն ժամանակները 5000 դրամ էր, հիմա դարել է 100-150 հազար դրամ։ Որ փող են վերցնում 150 հազար դրամ, արա, ու գնում են ընտրեն այդ մարդու օգտին, ով որ իրանց կաշառք առաջարկում, կաշառք չի, էդի կաշառք ուրիշ բան է, իրանց առնում է, այդ մարդիկ իրանց ծախում են։ Մարմնավաճառը ոնց է գնում է, ասում է փողը տվեք, մարմինս ձերն է, համեցեք, մի ժամ, 2 ժամ։ Եմի դուք ոչ մենակ ձեզ եք վատություն անում, հələ մարմնավաճառը ինքը իրան է վատություն անում, ասում է լավ դե, ինձ ինչ ուզում եք արեք։ Իրան է վատություն անում, չէ՞, մարդ ուրիշ ոչ մեկի։ Դուք ոչ մենակ ձեզ եք վատություն անում, այլև այն մարդկանց եք վատություն անում, ովքեր այդ երկրում ապրում են։ Ձեր հետ միասին կամ առանց ձեզ։ Ես պրոստը չեմ կարող հասկանամ, էլի նյուժելի մարդ չի հասկանում, որ ինքը ծախում է իրան։ Այդ ծախվել է ժողովուրդ։ Այդ վերաբերվում է այն մարդուն, ով որ փողը վերցնում է ու ընտրում է կաշառք տվող ուժին։ Դա լրիվ ուրիշ հարց է, երբ դու փողը վերցնում ես ու չես ընտրում այդ մարդուն, որովհետև հասկանում ես, որ դա սիգնալ է, որ եթե այդ մարդը քեզ կաշառք է տալիս, այդ մարդը տենց է որոշում իր լուծում իր հարցերը, ուրեմն վաղը միսօր նախագահության ժամանակ էլ, երբ որ այդ մարդը դառնա վարչապետ, այդ մարդը լուբոյ հարց տենց է լուծելու, այդ մարդը դպրոցներում կաշառք է մտցնելու, հիվանդանոցներում կաշառք է մտցնելու, թեկուզ հիմա կա, բայց հիմա շատ ավելի քիչ է։ Ամենտեղ ոստիկանական, դատական կաշառք է մտցնելու, հիմա էլ կա, վստահ եմ կա, հաստատ կա, բայց հիմա ինչ ուզում ես ասա, ավելի քիչ է։ Ես գայիշնիկին փող եմ առաջարկել բանին, ճանապարհին, ոստիկանին, փող եմ առաջարկել, այդ մարդը չի վերցրել, առաջ տենց բան չէր կարող լիներ։ Դա դες պարզ օրինակ, որ փոփոխություն կա, բան է փոխվել, եթե այդ համակարգում ինչ-որ բան է փոխվել, մյուս համակարգերում էլ բան փոխված կլինի։ Ու եթե այդ կաշառք տալը ձեզ համար սիգնալ չի, որ այդ մարդուն չպետք է, հենց որ մարդը կաշառք ձեզ առաջարկում, պետք է հասկանաք, որ այդ մարդուն ում ուզում են կարանք ընտրենք, բայց այդ մարդուն չեն կարող ընտրենք։ Այդ արդեն պետք է լինի այդ ամենաառաջի պատճառը, որ այդ մարդուն չընտրեք։ Ուրիշ բան է, որ գնաք ուրիշին ընտրեք։ Չգիտեմ, կգտնվեն տենց խելացի մարդիկ, ովքեր որ փողը կվերցնեն, արա վերցրեք փողը, բայց գնացեք ուրիշին որն է, ում ուզում եք իրան ձեն տվեք։ Գոնե դուք տես ձեր մեջ ձեզ ծախված չեք զգա։ Լավ, իսկ ենթադրենք վերցրել եք փողը ու գնում եք տալիս եք ձենը հենց այն ուժին, ումից որ փողը վերցրել եք, ով որ կաշառել, ով որ առել է ձեզ։ Լավ, չեք մտածում, արա այդ 150 հազար դրամով կամ այդ 200 հազար դրամով ինչ եք անելու։ Ինչ եք կարող, քանի օր եք կարողանալու ապրեք այդ 100, արա լավ վերցնեք, քիչ շատ վերցնեք, լավ է։ 5000, 10000 դոլար վերցնեք, գոնե հա, մի քիչ ավելի երկար կապրեք դրանով, արա 150 հազար դրամով այսօր դու մտնես
սուպերմարկետ քանի օր կարաս ապրես։ Քանի անգամ կարաս մտնես առևտուր անես կամ ինչ կարաս առնես այդ 150, լավ մի ծակ փագեցիր, ընդհանրենք գառնիկին պարքեր այդ պարտքը տվեցիր։ Հետո այդ մարդը 8 տարի գալու է մինիմում 8 տարի գալու է նստի քո երկրի ղեկավար։ Ուժելի չեք մտածում, ես Իսպանիայում եմ ապրում, երեք փորձի համար ում հետ որ աշխատում եմ, այդ իմ աշխատակիցներից մեկին հարցնում եմ, ասում եմ, ձեր մոտ կա տես բան, որ կաշառք են տալիս, փող են տալիս, կաշառք են տալիս, ասում եմ, կա, բայց շատ մեծ, ավելի մեծ նիվելների վրա է դա։ Ասում եմ, լավ, եթե քեզ կաշառք տան, դու կվերցնես այդ փողը։ Իսպանացիա տիպիկ, իսպանացիա ստեղ ապրած, դե ծնված, դաժե Վալենսիայում ապրած, Վալենսիայում ծնված մարդ, ինքը աշխատում ամսական 1100 եվրո, ոնց որ դու Հայաստանում աշխատես խոսքի օրինակ 110,000 դրամ, խոսքի օրինակ եմ ասում, մոտավորապես։ Ոչ մի բան չունի, Վարշավա ապրում սենց, ծերին ապրում, այդ մարդը նախ շատ խիստ վիրավորվեց, որ ես իրան տես բան ասացի, ոնց որ ես իրան ասեի կգնաս, ասենք մարմնավաճառություն անես։ Երկրորդը իր մեջ վախ առաջացավ, որ ինչ ես խոսում, ես ոնց կարամ տես բան անեմ։ Լավ, չեմ հասկանում, տարբերությունը ո՞րն է։ Ինչով ենք մենք պակաս այս մարդկանցից։ Ստեղ էլ է ընտրություններ եղել, ստեղ էլ է շատ բաներ եղել, բայց ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ ինչ-որ մեկին կաշառք տա, որովհետև մարդկանց մեջ այդ մտած չի, մարդիկ այդ գաղափարը ունեն, որ իրանց երկիրը չեն ուզում փչացնել, այնքան է ես լավ չեմ ապրում այս պահին, բայց չեմ ուզում երկիրը ավիրեմ։ Ու գիտեք ինձ ինչ է ասում։ Ասում է նայ, ասում է, Վիկտոր, հիմա քեզ մի հատ sense բան ասեմ։ Այն մարդը, ով ընտրակաշառք է վերցնում, որ իր ձենը ծախի, որ իր ձենը ծախում է, այդ մարդը գոնե 2 անգամ ավել գումարով իր կնոջն է կտա մի քանի օրով։ Դե դուք ձեր եզրակացությունը արեք։